այդ անվանումը ստացած մարդիկ հոգևորականներ, մեր եղբայրները ճակերտավոր հենց իրենք են ասել քանի անգամ, թե եթերներով լինի, թե առանձին խոսակցություններով լինի, մարդիկ, որոնք միասին ճանապարհ ենք անցել, աղ ու հաց ենք բաժանել, Սուրբ Խորանի առջև են կանգնած եղել, հաղորդություն ենք ստացել։ Այդ մարդիկ են այդպիսի պատճառաբանություն են բերում, որովհետև մեր գոյությունը, իմ գոյությունը իրենց ինքնության ինքնասպանությունն է։ Ուրիշ ինչու եմ սա ասում, որովհետև ինչի եթե պիտի թաքնվեն, երբ երբեք չեն խոսել նրա մասին, որ իրենց հայրենիքը հանձնված է, երբ երբեք չեն խոսել նրա մասին, որ Գանձասար այլևս իրենք չեն կարող գնալ, կամ Ամարաս չեն կարող գնալ, կամ Դադիվանք չեն կարող գնալ, երբ ժամանակին գնում էին, խրոխ խոսում էին եւ այլն եւ այլն։ Ինչի մասին պիտի խոսեն, որ կարող են իրենք այլևս շարունակել խոսել, օրինակ, ասենք, Ավարայրի ճակատամարտի մասին, Սարդարապատի մասին, եւ այսպես մեր պատմության հերոսական դրվագների մասին, երբ նահատակվում էին հայ հոգևորականներ, երբ հայ հոգևորականները ուղղակիորեն մղում էին հայ ժողովրդին գնալու հաղթանակի ետևից եւ այլն։ Այս մարդիկ, ձեր նշած մարդիկ, բեմերից, խորաններից անընդհատ ճառել են այդ թեմաներով, հերթ եկել ասել է իրենց պատասխանատվության այս ողբերգության մեջ, լռել են, չէ, անցել են հակառակ ճամբար թշնամու կողմը։